Բարև քաղաքապետարանի թեման, որ տարիներ շարունակ օգտագործվել է որպես քաղաքական մեղադրանքի գործիք, այսօր նորից վերադառնում է օրակարգ։ Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում քաղաքապետարներ կան, իշխանությունը հերքում է, թե Հայաստանում քաղաքապետարներ կան, միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները լուռ են, իսկ հասարակությունը փնտրում է ճշմարտությունը, Հայաստանում կան քաղաքապետարներ, թե չկան։ Այդ ինչպես պատահեց, որ քաղաքապետարյալ տերմինը դարձավ քաղաքական սպառազինություն։ Եվ եթե խոսքը քաղաքական գործունեության, քաղաքական հայացքների համար դատապարտված լինելու մասին է, ապա ինչ գործ ունեն այստեղ հոգևորականները։ Հոգևորականները ամենտեղ գործ ունեն եւ քաղաքական եւ եկեղեցական հարթության մեջ այսօրին շարունակում են մնալ հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Եկեղեցիներում պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չհիշատակող քահանաներից մինչև եպիսկոպոսներ, եպիսկոպոսած ժողով, այդ ժողովի մասին մամլո հաղորդագրություն, ինֆորմացիոն արտահոսքեր, այսօր էլ եպիսկոպոսնց հայտարարություն։ Այդ հայտարարությամբ նրանք դիմել են եկեղեցու հավատացյալ եւ նվիրալ զավակներին, Սրբության Սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապից հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու համար խստագույնս դատապարտելով Գարեգին II-ի թյուր ընթացքը։ Սա մեջբերում էր հայտարարությունից։ Սրան զուգահեռ հետաքրքիր տեղաշարժեր զարգացումներ են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում, հին ու նոր ուժեր, հին ու նոր խոստումներ, հին ու նոր կոչեր, Արման Թաթոյանի կոչը նախկին 3 նախագահներին հեռու մնալ ընտրական քաղաքական գործընթացներից, կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում նախընտրական ցուցակների կազմման այս ինժեներիան, այս ամենը վկայում են, որ առաջիկա ընտրությունները լինելու են նաև յուրահատուկ ֆիլտր, որով անցնելու են քաղաքական ուժերը եւ գործիչները եւ որով պարզվելու է, թե ով է անցնում եւ ով է հեռանում անվերադարձ։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում այս մասին ենք զրուցելու, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջը Հայաստանում կան քաղաքապետարներ, թե չկան, թե սա քաղաքական, հոգեբանական կամ չգիտեմ ինչական պայքար է պարզապես։ Մենք մեկ անգամ չէ որ ասել ենք, որ չկան քաղաքապետարներ, եւ մենք միայն չենք ասել, այլև միջազգային հեղինակավոր կառույցներ են ասել, կառույցները ասել են, որ չկա, թե պարզապես լռել են։ Չեն ասել լինելու մասին, իսկ նախկինում մենք հիշում ենք, որ երբ որ եղել են քաղաքապետարներ, միջազգային կառույցները դրա մասին բարձրաձայնել են, որոշումներ են ընդունել, անգամ սանկցիաների են ենթարկել Հայաստանին, ԵԽԽՎ, ԵԱՀԿ-ն, տարբեր այդ միջազգային ամենահեղինակավոր կառույցները։ Խոսքս 2008 թվականի մասին է, այո։ Հիմա մեզ լսողները միգուցե ասեն, դե իշխանության ներկայացուցիչը պետք է ասի չկա, բայց դրա համար մենք ունենք բանականություն եւ իրողություններ, որոնք իրար կողք են դնում։ Ով է համարվում քաղաքապետարյալ։ Այն մարդը, ում վրա գործ է կարվում, եւ այդ մարդը չունի կապ իրեն մեղսագրվող արարքի հետ, կամ այն մարդը, որը գործել է որոշակի հանցավորություն, սակայն դատապարտվում է ավելին, քան նախատեսված է իր արարքի համար։ Սա ԵԽԽՎ 1900 հայտնի բանաձևից եմ մեջբերում անում։ Հիմա, եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ իշխանությունը բռնի զավթելու կոչերը, խոսքս Միքայել Աճապահյանի մասին է, կոչ անողը ուղղակի քաղաքապետարյալ է, ապա ես այդ մարդկանց չեմ հասկանում, որովհետև այո, մեր քրեական օրենսգրքով կան հոդվածներ խոսքի համար։ Նույն հոկտեմբերի 27-ը նաև հրահրվել է խոսքով ժամանակին։ Նույն ցեղասպանության հերքումը, խոսքով հերքումը եւս քրեորեն պատժելի է։ Այսինքն կան օրենսգրքում խոսքի համար դատապարտումներ, հոդվածներ, որով մարդիկ պետքա գնան եւ դատապարտվեն։ Այն որ նույն Միքայել Աճապահյանն ասում է, այո, ես արել եմ այդ կոչը, այո, ես արել եմ այդ կոչը, դատարանում ասում է, այո, ես արել եմ այդ կոչը։ Սա բացի այն որ դու լսում ես այդ կոչը եւ իրավապահ համակարգը համարում է դա այո օրենքի խախտում,
Սա միանշանակ է։ Մյուս կողմից էլ մարդը ընդունում է իր մեղավորությունը, բայց վերցնում է ընդդիմությունը, այտենց նկարներ երեք դրել էին դատարկաթորին։ Ես ասեի, եթե պնդում եք, որ չկա։ Ես կարող եմ այսպես բոլորի համար անցնել։ Ես ինչու եմ Միքայել Աճապահյանից սկսում, որովհետև ամենաշատը նրա մասին են խոսում, նրան են համարում քաղբանտարկյալ, բայց ինչևէ կա մեղադրական նաև դատարանի վճիռ, դրա համար եմ նաև թույլ տալիս խոսել, որովհետև մնացածի դեպքում այդ վճիռները դեռևս չկան։ Նույն Գյումրու քաղաքապետը, նույն ուրեմն ենթադրյալ ահաբեկչության գործով անցնող հոգևորականը եւ նույն կին այսօր կալանքի տակ գտնվող Լիդիա Մանթաշյան, ասենց բոլոր անունների մասով կարող ենք հաթաթանցնել եւ հասկանալ, որ կա գործած որևէ արարք կամ ենթադրյալ արարք, որը չի կարող նշանակել, որ դու քաղբանտարկյալ ես։ Եթե այդպես համարենք, ուրեմն այն մարդը, որ ունի ընդդիմադիր հայացքներ, նա ունի բան, այտենց առավելություն, նա կարող է մեղքեր գործել, արարքներ անել, որոնք քրեորեն պատժելի են եւ մնալ անպատիժ, որովհետև նա ընդդիմադիր է, այսպես ճիշտ չէ։ Ուրեմն դուք որպես հաղորդավար, մեզ լսող ուսուցիչը որպես ուսուցիչ, ինժեները, վարորդը, չգիտեմ, մնացած մարդիկ բան են, այտենց երկրորդ սորտ են, միայն ընդդիմադիրները կարող են արարքներ գործել եւ մնալ անպատիժ, ինչ է թե նրանք ընդդիմադիր հայացքներ ունեն։ Ոչ, այդպես չէ։ Ես նաեւ ուզում եմ մյուս կողմից էլ նայենք այս հարցին, կա իրավապահ համակարգ, որի վրա մեր ազդեցությունը 0 է եւ դրա մասին անգամ մեզ ինչ ասում են դրա հետ կապված, ասում են եկաք, չդատապարտեցիք սրան, ձեզ չեմ ընտրելու, որովհետև Սերժն ու Քոչյանը նստած չեն, հա, մենք ձայն ենք կորցնում նրա համար, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը նստած չեն, օրինակ։ Ուրեմն, եթե մենք ունենայինք ազդեցություն, մենք մեր ձայները պահելու համար գոնե, այդ ուղղությամբ կգնայինք, չէ՞, սա շատ տրամաբանական բան է։ Այո, նույն Սերժ Սարգսյանը, նույն Ռոբերտ Քոչյանը անցնում են տարբեր գործերով եւ բազմաթիվ անգամներ ասել են, քանի որ խոսքը հասել է այստեղ, որ այնպես չէ, որ բոլոր գործած հանցավորությունները այնպես են գործած, որ դա հնարավոր լինի արագ ապացուցել։ Նույն մարտի 1-ը, չէ, մարտի 1-ի հետ կապված մենք վերջերս մի էդ որոշում, հա, հրապարակեց, որով փաստեց, որ մեղավորությունը 2008 թվականին իշխանությանն էր եւ մարդիկ գնդակահարվել են հենց իշխանության կողմից ոստիկանների կիրառած միջոցներից, հրամաններից եւ այլն։ Կյանքի իրավունքը։ Այո, ուղիղ դա նշանակում է, որ պետությունն է սպանել մարդկանց։ Այսինքն այն պնդումները, այն մի հետաքրքիր դիտարկում էլ կար այդ մեդի վճռի մեջ, երբ որ ասում էր, որ ընթացքում Հայաստանի կողմից, իշխանության կողմից տրամադրվել են խեղաթյուրող փաստեր, այսինքն որպեսզի այս հանցագործությունը այլ կերպ ներկայացվի։ Սա եւս կարևոր ֆիքսում էր եւ գնահատական էր։ Հիմա Սերժ Սարգսյանի կողմնակիցները ուզում են տենց գցեն Ռոբերտ Քոչյանի վրա։ Մի բան էլ ասում են, մենք եկել ենք բանտերն ազատել ենք, չէ՞, երեք Աշոտյանն էր ասում։ Բայց մյուս կողմից այդ նույն Սերժ Սարգսյանի ժամանակ, էլ չեմ ասում են, որ նախկինում էլ իրանք բարձրաստիճանելի պաշտոնյաներ էին եւ իրար հետ համագործակցում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը, բայց հետո փոխանցվեց իշխանությունը Սերժ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանը արդեն այդ կոծկելու գործընթացով գնաց, ինչը ֆիքսվեց օրեր առաջ կամ 1 ամիս առաջ Միեդի որոշմամբ։ Հիմա կան արդյոք քաղբանտարկյալներ, թե ոչ։ Արդյոք բոլոր վճիռներն են Հայաստանում արդար, թե ոչ։ Ես չունեմ ամբողջական պատասխանատվության սրա համար, որքան էլ լինեմ իշխանություն։ Բոլոր դեպքերում, երբ որ կա դատարանի որոշում վճիռ, մի կողմը միշտ գոհ է, մյուս կողմը դժգոհ է, որովհետև մեկի կողմն է, հա, որոշումը դրականորեն ազդում։ Եվ մյուս կողմը արդարացի կամ ոչ արդարացի, բնականաբար դժգոհում է։ Այս որոշումները արդյոք դատանի որոշումը միշտ ճիշտ է։ Եթե միշտ ճիշտ լիներ, չէր լինի այլ Ատյանի դատարան, վերաքննիչ, վճռաբեկ, հա, չէր լինի միջազգային դատարան դիմելու հնարավորություն։ Այսինքն ոչ միշտ է, որ ամեն ինչ ճիշտ է, որտեվ ինչ որ է մարդկային գործոն է։ Լավ չես ապացուցում, լավ չես պաշտպանվում, կողմնակալ է որոշակի այդ դուրս գալիս դատավճիռը հնարավոր է, բայց հնարավորություն կա դու ապացուցես, բայց մեզ ներկայացված մարդկանց դեպքերը, ախր փաստերը այնքան աղաղակող են, որ հնարավոր չէ ուղղակի կանգնել, ասել չէ, այն ձայնագրությունը դատական կարգով դատարանի թույլտվությամբ արված, հա, նույն Վարդան Ղուկասյանի հետ կապված, դու չես կարող դա լսել ու ասել չէ, այս մարդը իրականում դա նկատի չունի։
չես կարող ասել։ Լավ, եթե պնդում եք, շարունակում եք պնդել, որ Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ, ինչով է պայմանավորված ընդդիմության այս անհանգստությունը, լսումները, ցուցակները 60 թիվ է հնչեցվում, որոնցից 40-ը կալանավորված են այդ նկարները ազգային ժողովում սեղանների վրա, դրանց մեջ որևէ ռացիոնալ իրական բան չկա, իրականության ընդհանրապես չեն անում։ Սա իրենց հետ համագործակցած, իրենց թիմակից, իրենց հետ որոշակի հանցագործություններ պատրաստվող անող մարդիկ են։ Դրա համար նրանք պարտավորություն ունեն պաշտպանել իրենց թիմակցին։ Այդ նույն Վազգեն Գալստանյանի հետ Հայաստան Դաշինքի падգամավորները չէին քայլում, գառները գրկած, այդ նույն պատիվ ունեմի падգամավորները չէին քայլում, բա պետքա գան իրենց պաշտպանեն, բա ինչ պետք է անեն։ Բա այն կողմից էլ ասում են մենակ եք թողել։ Իրենց գործընկերները այդ նույն Վարդան Ղուկասյանին այդ ամբողջ ընդդիմադիր դաշտը չէր աջակցել, որ դարձել էր քաղաքապետ, հա։ Դրա համար հասկանալի է թե ինչու են այս մարդիկ պայքարում։ Եթե մտածեն ժողովրդի մասին, պետության մասին, պետք է ասեն հանցագործություններ մի կատարեք։ Նաև մեզ էլ սևերես մի թողեք, որովհետև ես չեմ համարում, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներն են հանցակիցներ։ Ես այդպես չեմ համարում, քավլեցի։ Կան շատ նորմալ մարդիկ, հա, այլ հայացքներ ունեն, փորձում են որոշակի անգամ կոնստրուկտիվ դաշտ մտնել ու աշխատել որպես ընդդիմություն։ Կան նման մարդիկ, որոնք բուլինգի են ենթարկվում հաջորդ օրը, բանը թիմակիցների կողմից, այլ մեդիաներով, պոդքասթներով եւ այլնով։ Կան նման մարդիկ, բայց այդ մարդիկ այսօր սևերես են լինում ենթադրյալ հանցագործություններ կատարած մարդկանց արարքների պատճառով, հա։ Դրա համար գոնե պետքա կանգնել լսել այն մարդ մի արեք էլի այդ հանցագործությունը։ Այդ որ մտնում էր աշխատասենյակ Վարդան Ղուկասյանն ասում էր մեզ հետևում են տղաներ, ինքը գիտեր չէ որ հնարավոր է ինքը բռնվի էլի։ Ինքը գիտակցել է, չէ՞ դա։ Բայց այնքան այդ սովորությունը ներսից կա, չէ՞ մարդ, որ հիվանդություն կա, որ ինքը պետքա գողանա, կապ չունի ինչ։ Կան, չէ՞ տենց մարդ, դա հիվանդություն է իրականում, հա։ Դա կախվածություն է, հիվանդություն, չգիտեմ ինչ է, որը նաև հոգեբանական խնդիր է։ Հիմա այս մարդիկ էլ այդ խնդիրն ունեն, իրանք չեն կարում այլ կերպ։ Ինքը իմանալով, որ չի կարող գողանալ, ինքը գողանում է, իմանալով, որ չի կարող, հա, հանցագործություն գործել, կաշառք վերցնել եւ մնալ անպատիժ, ինքը դա գործում է, որովհետեւ իրանց մոտ այդ սովորության ուժն է, իրենք տենց են սովոր եղել տասնամյակներով։ Միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների լռության մասին խոսեցինք, դուք դա բացատրում եք որպես վկայություն, որպես ապացույց, որպես ցուցիչ այն մասին, որ Հայաստանում չկան քաղաքապետարյաններ, դրա համար էլ չկան նմանատիպ զեկույցներ, որոնք արձանագրեն քաղաքապետարյանների բայց նաև դուք տեսնում եք ինչպիսի շեշտադրումներ կա դեպի միջազգային կառույցներ, տարբեր երկրներ, դեսպաններ, ինչպիսի ճնշում կա, որ ասեք որ կա քաղաքապետարյաններ, մեկ-մեկ տենց անգամ համոզում են, հա, համոզում են, ասում են ասեք, ասում են չէ, չկա։ Կամ այլ բաների հետ կապված են։ Այլ բացատրություն ու մեկնաբանություն կա, ասում են միջազգային այդ կազմակերպությունները ճգնաժամի մեջ են, իրավիճակը այդպեսին է, դրա համար չեն արձագանքում, դրա համար չեն վերաբերվում, չեն ցույց տալիս, իրավիճակը երբ որ փոխվի, նրանց վերաբերմունքը արդեն նկատելի կլինի, մոտավորապես եմ ասում։ Կամ իրենք ինչ որ իրոք հիվանդություն ունեն ու ինչ որ մտածածին աշխարհում են ապրում, կամ իրենք լավ կամ մանիպուլացում են, երկու դեպքն է, երկուսում էլ ես, դուք, մեզ լսող քաղաքացիները մեղավոր չեն, թող գնան բուժվեն։ Այդքանը կարող եմ ասել։ Իրանք իրանք ստեղծած ճգնաժամ է դրա համար։ Այդ նույն ճգնաժամի պատճառով էլ Իրանի դեսպանին, պաշտոնյաներին համոզում էին, ասում էին, ասեք որ խնդրեմ կա, որ թրիփը բացվի։ Ստիպում էին, ասեք որ դա արտատարածքային միջանցք է։ Ասում էր, չէ, մենք խնդիր չենք տեսնում, պահպանված է Հայաստանի սուվերենությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Ասում են, չէ, ասեք որտեղ խնդիր կա, դուք չեք տեսնում, որտեղ խնդիր կա։ Այս էլի իրանց մտածածին աշխարհի, իրանց ընկալումների համար է կամ այն մաքսիմալ լկտիությունն է եւ պետության դեմ գործողությունն է, որը գիտակցաբար են անում, գոնե հիվանդություն լինի եւ բուժման ճանապարհով գնան, ոչ թե Հայաստանի դեմ գործողություններ։ Դուք հոգեվորականների թեմային անդրադարձակ այս քաղաքապետարյանների թեմայի համատեքստում։ Բայց այստեղ մի հետաքրքիր նրբություն կա, ինչպես է պատահում, որ քաղաքական բանտարկյալների ցուցակում եւ նկարների շարքում տեղ է գտնում նաև հոգեվորականների նկարները։ Սա արդյոք ուղիղ կամ անուղղակի խոստովանություն չէ այն մասին, որ հոգեվորականը զբաղվել է քաղաքականությամբ։ Տեսեք, քաղաքական նախ ենթադրյալ քաղաքապետարյանների եկեք ասենք, որովհետև ես էլի ֆիքսում եմ եւ պնդում եմ, որ չկան քաղաքապետարյաններ, բայց ինչու է ընդդիմության ասած այդ քաղաքապետարյանների շարքում նաև հոգեվորականներ, որովհետև այդ հոգեվորականները
նախ եւ առաջ, որոնք գտնվում են այսօր կալանավայրերում։ Նրանք գործել են ենթադրելի մեղքեր, արարքներ, գործողություններ, որոնք նկարագրված են քրեական օրենսգրքով։ Վերջ։ Արդյոք կարող է սովորական քաղաքացին լինել քաղբանտարկել, այո, եթե այդ էր հարցի կոնտեքստը, որտեղ միայն քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում, քաղբանտարկյալ լինելը, բան չի, որտեղ Հայաստանում ժամանակին եղել են քաղբանտարկյալներ, որոնք քաղաքական գործունեություն չեն իրականացրել։ Քաղաքական որոշակի ակտիվություն տեսակետի բարձրաձայնում, այո, բայց տեսակետ բոլորս ունենք եւ որը կարող են բարձրաձայնել, որտեղ կա խոսքի ազատություն։ Ենթադրաբար այո, բայց այդ հոգևորականները, երկու հոգևորական կամ երեք, որոնց մասին հիմա խոսք է գնում, նրանք կոնկրետ բան են անում, անցնում են որոշակի քրեական գործերով կամ կա մեղադրական եզրակացություն մի հոգևորականի հետ կապված։ Լավ, քանի որ հոգևորականների դաշտ տեղափոխվեցինք, հիմա կանք արդեն եկեղեցու շուրջ վերջին զարգացումներ, սրացումներ, եպիսկոպոսատ ժողով եւ այսօր էլ եպիսկոպոսների հայտարարություն։ Ընդհանրապես ինչ է կատարվում վերջին օրերի մասին է խոսքը։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մենք քաղբանտարկյալների թեման ավարտեցինք եւ տեղափոխվեցինք եկեղեցու շուրջ վերջին սրացումների եւ իշխանության ներկայացուցիչներ, եկեղեցու հոգեվոր սպասավորներ առճակատմանը, ընդհանուր ինչ է կատարվում, ինչեւ մանրամասնենք եւ եպիսկոպոսատ ժողովը եւ այսօրվա հայտարարությունը ամենաթարմը հատկապես։ Ամենակարևորն այն է, որ այն նորոգումը, որը մենք ունենք ցանկություն, որ տեղի ունենա հոգեվոր այս դասում, այդ նորոգումը տեղի է ունենում, որովհետև այն որ սկզբից ասում ենք ոչ բոլոր հոգևորականներն են, որ արատավոր վարքագիծ ունեն, որոնք չեն համապատասխանում իրենց հոգևոր կոչմանը, հիմա դա արդեն տեսնում են բոլորը, որովհետև շատ հոգևորականներ ուղղակի լուրջ են այն ամեն ինչի հետ կապված, ինչ կատարվում է Մայրաթորում Կոտրիշ Ներսիսյանի եւ իր մերձ շրջապատի շուրջը։ Մենք այսօր այո ինչ-որ նման փաստաթուղթ համացանցում տեսա, որտեղ arczepiskopos, եպիսկոպոսներ հայտարարություն էին տարածել, ինչից պարզ է դառնում, որ փաստորեն Արշակ Սրբազանի հետ կապված այդ ենթադրյալ, հա, իրեն վերագրվող տեսանյութի հետ կապված փաստորեն հանձնախումբ է ստեղծվել, որը դիմել է Մայրաթորում, որը դիմել է քննչական կոմիտեի իսկությունը պարզելու համար։ Եվ պարզվել է, որ իրական է այդ տեսանյութը։ Նորից քննադատելով այդ տեսանյութի համացանցում հայտնվելը առհասարակ, հա, բայց անցնենք մյուս կողմին։ Պարզվել է, որ իրական է այդ տեսանյութը, սակայն ոչ մի դրան չի հետևել որևէ գործողություն, այսինքն Կոտրիշ Ներսիսյանը կոծկել է Արշակ Սրբազանի, այսպես որ առոչինչ է համարել է։ Այո, այսինքն կոծկել է իրեն մեղսը, որովհետև ինքն էլ մի Արշակ Սրբազանի նման ինքն էլ է, դրա համար էլ կոծկել է, բա ինչ անի, որ ասի չէ, պետք է քեզ կարգալույծ անենք, բայց չի պատտվի Արշակ Սրբազանն ասի, հələ մի հատ քեզնից սկսի։ Այդ դրա համար էլ առոչինչ չեն համարում, բայց ինչի համար է այդ իրենց այդ գլխավոր այդ ժողովում բան լռություն, ինչու ինչ որ գործողություններ չեն կատարվում, որովհետև որ մեկը մի բան ասի, այն մյուսը պետք է ասի հələ մի րոպե։ Դրա համար խոսում են այն հոգևորականները, որոնք չունեն թիրախավորման ինչ որ կետեր, հա, ասենք Տեր Արամի հետ կապված, Տեր Թադեի հետ կապված, ինչ կարող են ասել։ Միայն այն, որ նրանք երիտասարդ են, վերջ։ Այդ քննադատությունը միայն կարող եք լսել, եթե դա քննադատություն է, ոչ թե առավելություն։ Պատարագների ժամանակ չեն հիշատակում կաթողիկոսի Շատ մեծ մեղք է դա, այո, շատ մեծ մեղք է, եւ չես կարող համեմատել դա Արշակ Սրբազանին, Կոտրիշ Ներսիսյանին վերագրվող մեղքերի հետ, իհարկե։ Նրանք պետք է լվանալ, կոծկել, փակել, ասել չենք տեսել, չենք լսել, բայց իրենց այդ բարգով ապրող հոգևորականի անունը չի հնչել, այդ դեպքում պետք է հոգևորականներին կարգալույծ անել, եկեղեցիները խոնարել, հավատացյալներին ասել, որ գնում եք այդ պատարագներին, դուք այլևս բան չեք, քրիստոնյա չեք։ Սա նորմալ է։ Այսինքն Արշակ Սրբազանի մասին խոսեցիք, սա անձի թե ընդհանրապես համակարգի խնդիր է։ Համակարգի միանշանակ։ Համակարգի, որտեղ կան այն անձիկ, որոնք պրոբլեմատիկ են։
Հիմա գործընթացը ինչ որ Հիմա որ մի րոպե էլի, հիմա որ բան լինի։ Մեր օրինակ կառավարությունը կամ ազգային ժողովը մի համակարգ վերցնենք պետական, որ լինի կոռումպացված, լիքը խնդիրներով, կոռուպցիոն դրսևորումներ իմանանք մեր падգամավորների մեծ մասի հետ կապված ակնհայտ, կամ իմանանք, որ մեր падգամավորներից մի քանի հոգի տարիքային շեմը չեն ունեցել падգամավոր դառնալու սահմանադրությամբ վերապահված, Հայաստանի քաղաքացի չեն եղել, օրինակ որ sense բաներ իմանանք, սա կհամարեք անհատական խնդիր, թե համակարգի, երբ որ շատ է դա համակարգի խնդիր է, բայց դա չի նշանակում, որ մեր շարքերում չեն լինի նորմալ մարդիկ, որոնք կարող են իրավիճակը շտկել։ Հիմա նույնն էլ այդ հոգևոր դասում է ախր, կան անհատներ, որոնք պրոբլեմատիկ են, բայց քանի որ կոծկվում է, չի բարձրացնում, չի լուծվում խնդիրը, դա արդեն համակարգն է, որտեղ շատ են իրենք։ Այդ որոշում կայացնողների մեջ շատ են, բայց մենք այսօր ես այդպես շատ հեղինակային մարդկանց, հեղինակավոր մարդկանց անուններ նաև տեսա ու անընդհատ լսում եմ տարբեր հայտարարություններ հոգևորականի հետ կապված եւ շատ սա հուսադրող է, որ ամեն ինչ կորած չէ եւ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ ի վերջո գործընթացը արագանում է, հանգուցալուծումը հարագանում է։ Այսօր շվա ճեպազուտի ժամանակ այս եպիսկոպոսների հայտարարության արտահուս կասենք, հա, արտահուսքի մասին հարցուկվեց նաև վարչապետին, վարչապետը գնահատեց դա եւ պատրաստակամություն հայտնեց, որ այդ հոգեվորականներից հենց այսօր պատրաստ է հանդիպել, այս բանը երբ զրուցում ենք, դեռ տեղեկություն չունենք հանդիպման մասին եւ սա ինչ է ենթադրում, այսինքն process-ը արագանում է եւ հանգուցալուծման է գնում դեպի այս փուլն ենք փուլում։ Չի կարող չգնալ հանգուցալուծման, հասկանում եք։ Եթե հանգուցալուծման չգնա, նշանակում է շատ վատ է մեր վիճակը, մեր հոգևոր վիճակը, մեր աշխարհընկալման վիճակը, բայց ես վստահ եմ, որ վատ չէ այդ որևէ վիճակ։ Պարզապես կան պրոբլեմատիկ մարդիկ եւ հասկանում եք, այդ համակարգը դա բաց պետական համակարգը չէ, էլի։ Դա ինչ-որ փակ բան, հասկանում եք, ոչ ֆինանսական թափանցիկություն կա, ոչ հետագծելիություն կա, ոչ թափանցիկություն, ոչ մի բան չկա։ Դա փակ ինչ-որ տենց հիերարխիկ, շատ բան համակարգ է, որտեղ մի հոգի ոնց ասում է, տենց է։ Եվ քանի որ իրար դեմ կոմպրոմանտներ ունեն, տենց լռում են, հա։ Անկամ այն եւ մի քանի հոգեվորականները, որոնք մաքուր են եղել եւ պահանջել են, որ հետաքննություն լինի, ստիպված այդ հանձնախումբը ստեղծվել է, հիմա առերեսվել են խնդրի հետ եւ հիմա չգիտեն ինչ անեն, կոծկում են, բայց այսօրվանից հետո ոնց կկոծկեն արդեն։ Ես ասում եի, այդ հոգեվոր ժողովը չի իրականանում Կտրիշ Ներսյանի հետ կապված, որովհետեւ հենց անդրադառնան Կտրիշ Ներսյանին, ակնհայտ փաստը կանգնելու է դիմացները չեն իմանալու ինչ անեն։ Դրա համար ոչինչ չի արվում։ Դրա համար ասում են թքած ունենք այս ժողովրդի վրա, հոգեվորականների վրա, հավատացյալների վրա, հասարակության վրա, որոնք պահանջում են, ասում են, մենք ասեք տեսնենք ինչ է, այդ մարդու աչը համբուրենք, թե չէ։ Իրանք թքած ունեն, դնում են մի կողմ, ասում են լավ, կմոռանան երևի։ Տեսեք, այս հարցը իշխանությունը, վարչապետը, դուք իշխանական գործիչները բոլորը հրապարակային խոսքի ժամանակ դիտարկում եք հայ հասարակության հոգևոր նորոգման համատեքստում, այդ նորոգման անհրաժեշտության համատեքստում։ Բայց արդյոք սա չունի նաև իր քաղաքական ենթաշերտը։ Արդյոք չի ունենա նաև քաղաքական հետևանքը, արդյոք այդ հետևանքը նաև չեք հաշվարկել։ Նկատի ունեմ, պարզ ասած, եկեղեցու գործոնի չեզոքացում որպես քաղաքական ընտրական ռեսուրս։ Եկեղեցին որպես քաղաքական ընտրական ռեսուրս սահմանադրությամբ պետք է չեզոքացված էր արդեն։ Այլ բան է, որ այդ մարդիկ կոծկված արել են դա։ Օրինակ Մայրաթորը ինչ որ Հայաստան Դաշնքի շտաբի է վերածված, բան լոգոներով, բանով, այսինքն այդ սահմանադրությունը արդեն կա, այդ ապաքաղաքականացումը եկեղեցու վաղուց կա, այլ բան է, որ այդ մարդիկ չեն հետևում, սա մեկ այլ կոմպոնենտ է, որին մենք մեծապես այնքան չենք անդրադառնում, որովհետև մնացած մեղքերը հոգևորականների որոշ, այնքան մեծ է, որ դրան ոնց որ չես անդրադառնում, այս գործընթացը մենք որևէ հաշվարկ սրա հետ կապված, մենք քաղաքական հաշվարկ չունենք, այսինքն դա ինչ որ մենք չենք համարում, որ եկեղեցին դա քաղաքական հայտ ներկայացնող ինչ-որ միավոր է, որը կարող է մասնակցել ընտրություններին հաղթել, ոչ։ Չէ, դա չի կարող մասնակցել հաղթել, բայց կարող է ընտրական գործոն դառնալ։ Եղել է, վաղուց եղել է, եւ վաղուց չունի դրա իրավունք լինելու։ Մենք սրա
մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Մի հոգևորական բան է անում, վարչապետի տեխնացու իրեն կարգում, քաղաքական հայտարարություններ են անում, սահմանազատումը համարում են ազգակործան բան, վարչապետի հրաժարական են պահանջում, Հայաստան դաշինքի ցույցերին են մասնակցում, բան են անում աղոթքից բացի, հա, հնարավոր է որ ինչ-որ լինի հանրահավաք եւ եկեղեցական աղոթի գնա, քաղաքական հայտարարություններ են անում, հասկանում եք։ Այո, իրանք ունեն ընտրելու իրավունք, կարող են գնալ ընտրություններին մասնակցել, ինչպես եղավ։ Մենք տեսանք նաև ուղիղ եթերում, որ հոգևորական գալիս է, բայց այդքանով է պետք մասնակցել քաղաքական process-ներին։ Քաղաքական հայտարարություններ իրավունք չունեն անելու։ Հոգևոր նորոգման դաշտից տեղափոխվենք քաղաքական նորոգման դաշտ, տեսնենք այստեղ ինչ վերանորոգումներ են։ Նկատի ունեմ կուսակցություն դառնալու հավակնություն ունեցող նոր շարժումները մեր ձևով միասնության թևեր, ինչ այս կարծես թե ավելի շատ խոսում ենք մեր ձևովի մասին, երեք իր վրա ուշադրություն հրավիրեց նաև միասնության թևերը իր կոչերով նախկին 3 նախագահներին հեռու մնալ ընտրական քաղաքական գործընթացներից, սա ինչ ուղերձ է, սա ինչ է նշանակում։ Սա էլի ժողովրդին էշի տեղ դնելու փորձեր էր։ Ես սա սենց կմեկնաբանեմ, որովհետև ով չգիտի ով է նույն Թաթոյանը, նույն Կարապետյանները ընտանիքը, ով չգիտի ով են նրանք։ Այսինքն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, նրա ֆրակցիայի ղեկավարը ազգային ժողովում, որդին, եղբայրը կուսակցություն են հիմնում ու ասում են մենք կապ չունենք Սերժ Սարգսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մեր ձևովի մասին եք խոսում։ Այո, մեր ձևովի մասին, կամ Թաթոյանը, ով է Թաթոյանը։ Թաթոյանը Սերժ Սարգսյանի փոխնախարարն է։ Թաթոյանը Սերժ Սարգսյանի սրտի բանն է, մարդու իրավունքների պաշտպանն է։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա եկել են տենց նախընտրական շրջանում, թե բա մենք կապ չունենք, թող նրանք դուրս գան, ասում է, որ գրասենյակը ուզում են վերցնեմ, ասում են, էս ինչ նախկին նախարարինն է, էս ինչ նախկին падգամավորինն է։ Իա նոր իմացա, այն ժամանակ աչքերը տերփակ, ականջները տերփակ, այդ նույն կերպ էլ մարդու իրավունքների խախտումների մասին է իր բան նկատում։ Ինչ լավ է հանկարծ եկավ նախընտրական շրջանը, սկսեցիր տեսնել եւ լսել։ Հրաշք է տեղի ունեցել։ Այդ հոգևոր նորոգումը իր վրա ազդել է, էլի։ Ինչ վերաբերում է ձեր ձևակերպանը, որ նոր ուժեր, նոր շարժում, նոր չէ։ Սա հնի բանն է, ռեստավրացիան է։ Ինչ որ նոր անուններ են ստեղծում, նոր անուններ, այո, բայց նոր ուժեր ոչ, նոր մարդիկ ոչ։ Ուղղակի նոր անունի շուրջ են հավաքվում այդ նույն մարդիկ ու փորձում են մեզ բոլորիս հիմարացնել։ Բայց դա Պարզա չէ որ չի ստացվելու։ Ես անգամ չեմ ուզում այս մարդկանց մասին խոսել, որովհետև նույն, ասենք, նույն Թաթոյանին ես չեմ համարում այն ուժը, այն անհատը, որը կարող է լայն կոնսոլիդացիա իր շուրջ հավաքել եւ իրենից ինչ որ բան ներկայացնել։ Պարզապես ասել են դե լավ, անձնական որոշակի ռեյտինգ է ունեցել եւ հնարավոր է, որ նրա շուրջ իր տնեցիկ եւ ծանոթները համախմբվեն ու ընտրեն իրեն, հետո տենց ամեն մեկը իր տնեցիկով ընտրեն, որոշակի շեմ հաղթահարեն եւ գան միավորվեն, որպեսզի իրենց շեֆերը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը դառնան էլի ղեկավար, բայց այս ճանապարհը եւս վաղաշաբաթը ցույց տվեց, որ Գյումրու օրինակով սպառված է։ Գյումրու օրինակով մեր քաղաքացիները հասկացան, որ հնարավոր է նախկինի վերադարձ այս միավորների տարբեր, հա, առանձնացումով եւ միավորներ։ Ռուբեն Մխիթարյանով էր մտածում, ասում են նոր, նա քաղաքական չի եղել, նա նոր ուժ է։ Չգնաց եւ Վարդանիկին սարքեց քաղաքապետ։ Ինչի՞ այնպես նույնն էլ է Թաթոյան, Կարապետյան, չգիտեմ ինչ։ Հիմա ինչ դուք այլ ընտրանք չունեք։ Մենք ես մեկ անգամ չէ որ ասել եմ, մենք երազանքների իշխանությունը չենք միգուցե։ Մենք ունենք խնդիրներ, ոնց որ բոլոր քաղաքական ուժերը աշխարհում։ Բայց մեր առաջարկած ապագան եւ ներկան, որը իրողություն է եւ ոչ այսօր, հա, Երևանից, հա, նախորդ շրջանից իրողությունը, սա միակ ճանապարհն է, որը քաղաքացին ուզում է գնալ։ Ինքը չի ուզում որպեսզի տարածաշրջանում իրենից բան ներկայացնի, հավակնություններ ունենա այլոց տարածքների նկատմամբ, ինչպես Քոչարյանն էր ասում, հա։ Ինքը չի ուզում, որ իր գյուղի դպրոցը հիմնանորոգելու, վերանորոգելը համարվի կոռուպցիա, բայց Բադեն-Բադեններում բանը բյուջեն ուղղելը համարվի նորմալ։ Ինքը չի ուզում, ինքը տեսել է այդ ամեն ինչ, ինքը հիմա էլ է լսում։ Դա որ մենք շատ բան չունենք ասելու։ Այ որ իրենք խոսում են, իրենք իրենց լեզ բերանով ամեն ինչ ասում են։ Դրա համար մենք շատ բան չունենք խոսելու։ Մենք ունենք ֆիքսելու, որ տեսակ սիրելի քաղաքացիներ,
Այս մարդիկ առաջարկում են ձեզ սա։ Մենք ասում ենք, շարունակեք ապրել խաղաղ, թող ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, թող նորմալ դառնա ապաշրջափակումը, թող ապաշրջափակվենք ամբողջությամբ, մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, ունենանք փոխադարձ շահեր, որից կօգտվի բուն քաղաքացին։ Մեկ հարցել, գուցե երկուս եւ ավարտենք, իսկ ասում եք առանձնապես ցանկություն չունեք խոսելու ընդդիմության մասին, գոնե ձեր մասին, հա, վերջում հարցնեմ ձեր մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում հիմա ինչ է կատարվում, ինչի մասին է ցուցակները կազմելու, ցուցակը նախընտրական ցուցակը կազմելու այդ ինժեներիան, ասեմ, ճարտարապետությունը, ասեմ, թե ճանապարհային քարտեզը, ասեմ, հա, անդամավճարներ, թե վճարումներ պարզապես բանի մասին, եւ ընտրագրավ, եւ այսպիսի ձևակերպումներ ընդդիմադիր մամուլում, որ դուք չեք որոշում առաջադրվել, թե չէ։ Կամ եթե չեք ինքնուրույն որոշել, որ չառաջադրվել, դա չի կարելի, կարող է պատժվել։ Այսպիսի բաներ կան, թե չկան։ Ես բազմաթիվ կուսակցականների եմ տեսնում։ Մարդիկ ձեր իշխանության մեջ, որովհետև ոչ կարծում եք, թե ԿՊ-ի համար ավելորդ բեռ են դարձել արդել եւ պիտի չառաջադրվեն։ Անձնապես ես ոչինչ չեմ որոշում, վարչությունը, մեր կուսակցական բարձրագույն մարմինը կոչված է շատ բաներ որոշելու, բայց կոլեգիալ որոշելու, եւ մենք այդ փուլին էլ կգանք, որ կորոշենք, ենթադրենք մենք ոչ թե ով բեռ է, այլ որովհետեւ եթե կան բեռ օբյեկտիվորեն բեռ մարդիկ, այսինքն բեռ ենթադրում եմ, որ համարում եք խնդրահարույց մարդիկ, տարբեր, մենք մեր կուսակցությունը անընդհատ մարդկանց է հեռացնում եւ ներգրավում, այսինքն այս ինքնամաքրման, այս թարմացման, այս բեռերից ազատման process-ը մեզ մոտ ամենօրյա է, կապ չունի ընտրությունների հետ։ Եվ մենք կարող ենք տեսնել, որ մեր այսինչ գործընկերը չենք պատկերացնում խորհրդարանում, հա, օրինակ իրեն պատկերացնում ենք գործադիրում, իրեն պատկերացնում ենք այլ ոլորտում, բայց կոնկրետ օրենսդիրում չենք պատկերացնում եւ նորմալ է, եթե մենք մեր որոշ գործընկերներին չտեսնենք այդ դերում։ Ինչպես կլինի։ Վարչությունն է որոշում, թե վարչության նախագահը։ Վարչությունն է որոշում, կոլեգիալ որոշմամբ, որի մեկ անդամը վարչության նախագահն է եւ բոլորս ունենք հավասար ձայնի իրավունք վարչությունում։ Ինչևէ, ինչ վերաբերում է այս նոր ռազմավարությանը, թույլ տվեք ասել, մենք քանի որ մեր վարչության ընտրությունները, հա, մշտապես էլ եղել են շատ բաց թափանցիկ եւ իրականում մեր կուսակցականները գնացել են եւ ընտրել են այն մարդկանց, ում ուզում են տեսնել որպես կուսակցության ղեկավար կազմ, այօնակ այլ կուսակցություններում տենց առաջադրվում անուններ, ենթադրաբար, հա, կուսակցության ղեկավարն է առաջադրում անուններ եւ համաժողովը ուղղակի ասում է կողմ եմ մանդատները բարձրացնելու եւ վերջ, այսինքն ընտրություն չկա։ Դա ֆորմալ համարվեց ընտրություն։ Իսկ մեր կուսակցությունում հատ-հատ քվեարկվել է։ Եղել է մարդ, որը մի ձայնի տարբերությամբ վարչություն չի անցել, մեկ ձայնի, հասկանում եք։ Այսինքն շատ տենց մրցակցային բաց թափանցիկ ընտրություններ են։ Մենք հիմա ուզում ենք էլի շատ ներառական լինի մեր ընտրական ցուցակը, ձևավորվի մեր կուսակցականների պատկերացումներով, ինչպես նաև հնարավորություն գտնել բնականաբար ոչ կուսակցական մարդկանց եւս հավակնել լինելու մեր խմբակցության անդամներ։ Առաջիկայում մենք նաև այդ կարգը, հա, կորոշենք եւ կհրապարակենք եւ արդեն կկարողանանք դրա շուրջ խոսել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, կհանդիպենք։